Քրիստոֆեր Նոլանի խավարի ասպետում մենք տեսնում ենք յուրահատուկ հակադրություն։ Բեթմենը որպես հերոս արդեն կայացած է։ Նա հաղթահարել է իր ճգնաժամը, գտել ինքնությունը եւ ունի իր առաքելություն։ Նրա պատմությունն այլևս աճի մասին չէ, այլ զոհաբերության։ Իսկ Ջոկերը հակառակը։ Նա ֆիլմի ընթացքում է անցնում ամբողջական ճանապարհ, սկսելով մաֆիայի վերացումից դառնում քաղաքի գլխավոր չարագործը։ Նոլանն այստեղ շրջում է դասական հերոսի ճանապարհի կառուցվածքը։ Խավարի ասպետում ի տարբերություն առաջին Բեթմենի սկիզբը ֆիլմի, հերոսն արդեն բավական կայուն է եւ գիտի ինչ է ուզում, ինչի համար, ինչի դեմ է պայքարում, իսկ չարագործն ընթացքի մեջ է։ Մեր աչքի դիմաց է ձևավորվում, փոքր քայլերից սկսելով իր ճանապարհը։ Այդ պատճառով ֆիլմը հաճախ ընկալվում է որպես Ջոկերի պատմություն։ Իսկ ինչին էր հավատում նա, ու ինչի դրա պատասխանը եղավ, Ֆրիդրիխ Նիցշեի հայտնի «Այնինչ չի սպանում» դարձնում է ավելի ուժեղ արտահայտությունը, սակայն նրա կողմից փոխարինվեց արտասովոր կամ տարօրինակ բառով։ Այս արտահայտությունը նկարագրում է հերոսական մոտիվը։ Նիցշեն այն անելով նկատի ուներ, որ փորձությունը մարդուն տալիս է տոկունություն, իմաստություն եւ ուժ։ Նրա համար ցավը եւ տառապանքը բարձրացնում են մարդուն, դարձնում կայացած։ Ջոկերը նույն արտահայտությունը միտումնավոր խեղաթյուրում է, ասելով այնինչ քեզ չի սպանում, դարձնում է տարօրինակ, ուժեղ բառը փոխարինելով տարօրինակի, անգլերենով ըստ օրիգինալի stronger բառը վերածում stranger։ Նրա համար փորձությունը չի բերում ուժ, այլ խեղաթյուրում է մարդուն։ Նա հավատում է, որ ցավը եւ տառապանքը մարդուն դարձնում են աննորմալ եւ անկանխատեսելի։ Հենց այդ տարօրինակությունն է նա համարում ուժի աղբյուր։ Նոլանի ֆիլմի կոնտեքստում Բեթմենը մարմնավորում է Նիցշեի մոտիվը։ Նա արդեն կայացած է եւ իր ուժը ստացել է փորձությունների միջոցով։ Ջոկերը մարմնավորում է հակառակ մոտիվը։ Նա ցույց է տալիս, որ փորձությունը չի բերում ուժ, այլ քաոս եւ խեղաթյուրում։ Նոլանը միտումնավոր հակադրում է երկու փիլիսոփայական մոտեցումներ, ցույց տալով, որ նույն արտահայտությունը կարող է դառնալ երկու տարբեր աշխարհայացքների հիմք։ Ինչի մասին որ ակնարկում է Ջոկերը, երբ ասում էր Բեթմենին, որ նա գիտի, որ կա մի վատ օր, որից էլ նա այդպիսին էր դարձել։ Ու այս պատճառով խավարի ասպետը կարելի է ընկալել ոչ միայն որպես հերոսական ֆիլմ, այլև որպես փիլիսոփայական ուսումնասիրություն, քաոսի եւ կարգի հավերժական հակադրության մասին։ Ահա թե ինչ տրագիկ ավարտ ունեցավ Ջոկերի դերը մարմնավորած դերասան Հիթ Լեջերի պատմությունը։ Փիլիսոփայական առումով այն կարծես լիներ ֆիլմի շարունակությունը։ Հիթ Լեջերը Ջոկերի դերը պատրաստելու համար պահում էր հատուկ օրագիր, որտեղ գրում էր իր մտքերն առաջին դեմքով։ Այդ օրագրում նա հավաքում էր մութ մտքեր, նկարներ, մեջբերումներ, որոնք համապատասխանում էին կերպարի խելագար ու քաոսային բնույթին։ Սա օգնում էր, որ նա ավելի լավ հասկանա կերպարն ու կարողանա առավելագույն կերպով կերտել այն։ Սակայն ցավոք սրտի հետագայում շատերը վստահ էին, որ նա այնքան խորությամբ էր մտել կերպարի մեջ, որ դժվարանում էր դուրս գալ այդ հոգեբանական վիճակից։ Եվ հենց դա էլ եղավ նրա մահվան պատճառը, քանի որ դերից հետո նա ուներ քնի խանգարումներ։ Կարծես դեպրեսիայի մեջ էր հայտնվել ու հատուկ դեղորայքային բուժում էր ստանում։ Նրա մահը արձանագրեցին որպես դեղորայքային թունավորման արդյունք։ Սակայն միևնույն է շատերը դա կապեցին դերի տակ մնալու հետ։ Դա կապեցին կերպարն ավելի լավ ուսումնասիրելու եւ նրա մեջ ամբողջովին ընկղմվելու մեջ։ Նա ընդամենը 28 տարեկան էր։ Այս դեպքից հետո ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանն ասեց, որ ինքն այլևս երբեք չի անդրադառնալու Ջոկերի կերպարին։ Նոլանն իր որոշումը բացատրեց նրանով, որ Լեյջերի կատարումն այնքան եզակի ու ամբողջական էր, որ կրկնել կամ նորից ներկայացնել Ջոկերին իր տրիոլոգիայի շրջանակներում պարզապես անհնար է։ Նա համարում էր, որ այդ դերը պետք է մնա որպես Հիթ Լեյջերի ժառանգություն։ Հետագայում լեգենդի վերածնունդը ֆիլմում, երբ ներկայացնում են Բեթմենի արձանի բացման արարողությունը, շատ երկրպագուներ նկատեցին, որ այդ տեսարանը ունի խորհրդանշական նմանություն Ջոկերի հետ։ Մթնոլորտն այնպիսին էր, որ թվում էր, թե Նոլանը հատուկ այնպես է դասավորել տեսարանը, աթոռների դիրքը, արձանի տեղը, անգամ սենյակի լուսավորությունը, կարծես մեզ հիշացնեին Ջոկերի դեմքը։
Որքան էլ նա բացահայտ չասած, որ այդ տեսարանը կապված էր Լեյջերի ու Ջոկերի հետ, միևնույն է երկրպագուները վստահ էին, որ Բեթմենի արձանի բացման արարողությունը միաժամանակ հղում էր Լեյջերի հիշատակին։ Ահա թե որն էր Ջոկերի գաղտնի պլանը։ Նա չէր ցանկանում սպանել Բեթմենին։ Նա ցանկանում էր կոտրել իր հակառակորդի ամբիցիաները։ Նրան պետք էր Բեթմենին հասցնել այն աստիճանին, որ փոխի իր դիրքերը ու վարվի այնպես, ինչի դեմ պայքարում է, եւ նա կկարողանար ապացուցել իր ասածը, կկարողանար ապացուցել, որ մարդիկ են հորինում իրենց ամբիցիաները ու դրանք պատրանք են, եւ իրականում նրանք խաղում են միայն այն կանոններով, որն իրենց աշխարհն է թելադրում, ու չկա լավ եւ վատ, ճիշտ կամ սխալ, չար եւ բարի։ Կա պարզապես իրավիճակ, որը դասավորվում է այնպես, ինչպես որ դասավորվում է, ու մենք ենք դրան մեր սուբյեկտիվ տեսանկյունով գնահատական տալիս, առաջնորդվելով նրանով, թե որքան է այն մեզ ձեռնտու։ Ջոկերը գիտեր, որ նրանք երկուսն էլ ունեին այդ մեկ վատ օրվա պատմությունը, ինչի արդյունքում էլ այդպիսին էին դարձել։ Սակայն խնդիրը նրանում էր, որ դրա արդյունքում ամեն մեկն իր ընտրությունն էր կատարել։ Ու Ջոկերի հիմնական պայքարը հենց դրա դեմ էր։ Նա պետք է ապացուցեր, որ մարդկանց սկզբունքները կարող են փոխվել։ Առաջին հերթին իր հոգու խորքում նա ցանկանում էր ապացուցել, որ ինքը սխալ ընտրություն չի կատարել։ Իսկ հետո նա պետք է ապացուցեր, որ մարդկանց սկզբունքները կարող են փոխվել կախված իրավիճակից։ Եվ ահա թե ինչպես պետք է սպաներ նա Բեթմենին, խախտելով նրա չսպանելու ամբիցիան։ Բեթմենի համար, ով քաղաքի սիմվոլն էր, խավարի ասպետը, սպանելը կարմիր գիծ էր։ Նա երբեք դա չէր անում, միայն եթե չկար այլ ընտրանք, եւ Ջոկերի համար դա հաղթանակ կլիներ, եթե կարողանար նրան հասցնել այդ իրավիճակին, եւ հենց դա էլ նրա գաղտնի պլանն էր։ Եթե Բեթմենը սպաներ Ջոկերին, դա նրա հաղթանակը կլիներ, եւ ֆիլմում մենք տեսնում ենք, որ հասունացել էր այդ պահը։ Այն ժամանակ, երբ Հարվի Դենթն իրեն խայծի տեղ օգտագործեց, Բեթմենը հասել էր այն իրավիճակին, որ սպանելու էր Ջոկերին, բայց վերջին վայրկյանին չկարողացավ դա անել։ Այնուհետև նա որոշեց Բեթմենին ապացուցել, որ սխալ քաղաքի համար է պայքարում։ Եթե նա չսպանեց, միևնույն է մյուսները դա կանեն, դրա համար էլ նավերի պայթունն էր կազմակերպել։ Ու այն փաստը, որ մարդիկ չսպանեցին միմյանց, դա պարզապես ջախջախեց Ջոկերի գաղափարները, ու դա նրա համար հոգևոր պարտություն եղավ։ Սակայն այդ ամենից չխուսափեց սպիտակ ասպետը։ Դենթին նա կարողացավ դարձնի երկերես։ Ջոկերն արթնացրեց Հարվիի միջի հրեշին։ Հարվին, որ ամբողջ կյանքը պայքարում էր արդարության համար, պայքարում էր հանցագործների դեմ, դառնում է այն ինչի դեմ որ պայքարում էր։ Նա չհամակերպվեց իր սիրելիի մահվան հետ, ու դա Ջոկերի հաղթանակը եղավ։ Եվ նա ցույց տվեց, որ երբեմն իրոք դա այդպես է։ Ու այն ինչ չի սպանում մեզ, դարձնում է տարօրինակ։ Ջոկերը ցանկանում էր ապացուցել, որ բարոյականությունը պատրանք է։ Նա չէր ուզում պարզապես վերացնել Բեթմենին։ Նրա համար խաղն ավելի հետաքրքիր էր, իսկ նա գաղափարական խաղի մեջ էր։ Նա ուզում էր ամբողջ քաղաքին ցույց տալ, որ մարդկանց մեջ ապրում է մի ես, իր պես, ու նրանք իրենց ներսում նույնքան խելագար են, որքան ինքը։ Պարզապես դեռ նրանց մոտ չի հասունացել այդ պահը, որ նրանք ցույց տան ու բացահայտեն իրենց այդ մութ եսին։ Եվ Բեթմենի հերոսությունն այնտեղ էր, որ նա կարողացավ հասկանալ իրավիճակը ու Հարվիի գործած մեղքն իր վրա վերցրեց, որ քաղաքն ունենա իր հերոսը, որ Ջոկերը չհաղթի, որ մարդիկ ում համար նա պայքարում էր ու իրեն հույս տվեցին, չպայթացնելով նավերը, նա որոշեց հույս տալ այդ մարդկանց։ Ու նրանք իմանան, որ միշտ չէ, որ բոլորը չէ, որ այդպիսինն են, ինչպես աշխարհը թելադրում է, որ կան մարդիկ, ում մեջ անկախ ամեն ինչից մնում է արդարությունը եւ մարդկությունը, ու նա մինչև վերջ լինում է սպիտակ ասպետի պես։ Ահա եւ վերջ, խավարի ասպետի մասին թեորիան այսքանն էր։ Կարող եք բաժանորդագրվել, լայքել ու գրել ձեր կարծիքը։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն։ Իսկ ամենակարևոր հարցն այս է,
Արդյոք Ջոկերի կատարած քայլերի արդյունքում Հարվի Դենթի ներսում ծնվեց այդ հրեշը, թե այն կար, պարզապես քնած էր, ու Ջոկերը միայն նրան արթնացրեց։